45 տեսակի տուրքերից գոյացող գումարները գնում են Գյումրիի բյուջե։ Ոչ միայն դրույքաչափերը վերանայելու, նաև եւս մեկ անուն տեղական տուրք ավելացնելու նախագիծ էր ընդգրկվել նիստի օրակարգ։ Դա վերաբերում էր քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտրի իրականացմանը, ծառայությունների մատուցմանը, սուրճի սարքեր, բանկոմատներ, վճարային տերմինալներ եւ այլ նմանատիպ սարքերի տեղադրման համար թույլտվությունը քաղաքապետարանը հաշվարկել է, որ տեղական բյուջե ամսական 15,000 դրամ մուտք է ապահովելու։ Տուրքերի մասին քննարկումներն ավելի քան ակտիվացան, երբ բանը հասավ ավտոկայանատեղիների համար վճար սահմանելուն։ Հիշեցնենք, Գյումրիում 10 տարուց ավելի է դրան գործում են անվճար։ Ծրագիրը նրա համար է, որ ստվերում գտնվող գումարները բերենք օրինական դաշտ եւ դրանից բյուջեն կարողանա ավելի շատ մուտքեր գրանցի։ Քանի դեռ գործելու մեխանիզմները գտնված չեն, ավտոկայանատեղիների համար գումարների գանձումը գալիք տարվա հունվարի 1-ից ուժի մեջ չի մտնելու։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը համարեց, որ այս հարցը օրակարգ բերելու ժամանակը չէ, քանի որ Գյումրիում ոչ բոլոր փողոցներն են բարեկարգ ու ասֆալտապատ։ Միայն կենտրոնական հատվածներն է հիմնականում, որ ասֆալտապատ են, կառավարության ծրագրով փոքր միջուկը ասֆալտապատ է, ասենք այդտեղ կարող ենք կահավորել համապատասխան նշաններով, գծանշաններով, հատուկ տեսահսկող սարքերով, իսկ քաղաքի մյուս հատվածները, որտեղ ասֆալտապատ ծածկույթ գրեթե չկա, ոնց ենք ապահովել։ Այսօր հաստատում ենք, որ զրո չունենանք, որ կարողանանք գործընթացի մեջ մտնենք։ Ավտոկայանատեղիները վճարովի դարձնելու նախագիծը 200 դրամ վճարի չափով ընդունվեց 18 կողմ 13 դեմ ձայներով։ Նախագծին դեմ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջարկեց այլ հարց ուշադրության կենտրոնում պահել։ Այն է Գյումրիի 22 մանկապարտեզների 2500-ից ավելի երեխաների հաճախումը դարձնել անվճար, բայց 2027 թվականից։ Եթե հիշում եք, կառավարությունը նախորդ տարի 4 միլիարդ 125 միլիոն դոտացիա է տրամադրել Գյումրի համայնքին, այս տարի դոտացիայի չափը ավելացել է 4.5 միլիարդ է դարձել եւ լիարժեք հնարավոր է այդ գումարով այս 120 միլիոն դրամը փակել, այսպես ասած։ Մյուս տարբերակը բնականաբար գույքահարկի ավելացումն է, որը 2025-ին ավելացել է, 2026-ին եւս սպասվում է։ Գույքաչափը մեր երեխաների համար մանկապարտեզի 8000 դրամ է հաստատված, ոչ 4000 արդեն մենք սուբսիդավորում ենք, քաղաքապետարանը տալիս է այդ գումարները եւ առաջարկությունը դուք ներկայացրեք գրավոր, անպայման քննարկման առարկա դարձնենք եւ փորձենք մյուս տարի մյուս տարվա բյուջեի մեջը, այսինքն 27 տարվա թվականի բյուջեի մեջը ընդգրկենք հնարավորին չափով։ Իսկ քաղաքապետարանը դրա հնարավորությունը կունենա այն դեպքում, երբ 2026 թվականի տեղական բյուջեի մուտքերն ավելանան։ Բացի դրանից, Գյումրիի տրվող պետական դոտացիայի չափը նախորդ տարվա համեմատ ավելացել է 438 միլիոնով ու կազմել է 4.5 միլիարդ դրամ։ Քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը եկամտային ու ծախսային մասերի հավասարությամբ ընդունվեց։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավագանու անդամները դեմ քվեարկեցին։ 2026 թվականի բյուջեն կազմում է 7 միլիարդ 582 միլիոն դրամ։ Նախատեսվում է 20%-ով ավելացնել քաղաքապետարանի աշխատակիցների, 10%-ով համայնքային ենթակայության կառույցների աշխատավարձերը։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։